Վերնագիրը Բրուտի տղան Պատմվածք Աքսել Բակունցի Բրուտի տղան պատմվածքը քնարական հուշ պատմություն է հեղինակի մանկության, նրա ընկեր Անդոյի և գյուղի աշխատավոր մարդկանց մասին։ Ահա սյուժեի համառոտ ներկայացումը, մթնոլորտը և միջավայրը։ Գործողությունները տեղի են ունենում Գյունեի թաղում և Դրնգանի ձորերում, որտեղ ժայռերն ունեն ահռելի կենդանիների տեսք։ Մարդիկ ապրում են քարափոր տներում և քարանձավներում։ Բրուտ ավագը և նրա արհեստը։ Պատմողը և իր ընկեր Անդոն հաց են տանում Անդոյի հորը Բրուտ ավագին, որը քարանձավում կավից կժեր ու գավաթներ է պատրաստում։ Բրուտի աշխատանքը նկարագրվում է որպես կախարդանք, որտեղ անձև կավը վերածվում է նախշազարդ կուժի։ Չոլախ Եգորի կերպարը։ Քարանձավների մյուս բնակիչը Եգորն է, միայնակ և շաշ համարվող մի մարդ, որն իր տարօրինակ հռնձյունով և ծիծաղով սարսուռ է առաջացնում երեխաների մեջ, բայց միաժամանակ նրանց թվում է բարի և խղճուկ։ Մանկական խաղերն ու արկածները։ Տղաները ժամանակն անցկացնում են գետափին լողալով նեղում, որտեղ ըստ առասպելների ապրում է օձերի թագավորը։ Նրանք դիտում են ջրաստերին, քարեր գցում ու քննարկում Եգորից լսված զրույցները բնության ու կենդանիների մասին։ Անազիզին և մայրական հոգատարությունը։ Անդոյի տատը Անազիզին մշտապես փնտրում և հանդիմանում է չարաճճի երեխաներին, որոնք առավոտից իրիկուն անհաց կորչում են այգիներում ու գետափին։ Ավարտը։ Պատմվածքն ավարտվում է հեղինակի կարոտի զգացողությամբ։ Տարիներ անց նա վերադառնում է հին թաղը, տեսնում ծերացած ու կուրացած Բրուտ ավագին, որը դեռ սպասում է իր որդուն Անդոյին։ Հեղինակը հարգանքով է հիշում իր մանկության ընկերոջը և այն աշխատավոր մարդկանց, որոնք մնացել են գյուղի հողում։